Ինչ կատարվեց հունվարի 12-ին Գյումրիում եւ ինչ հետևանքներ ունեցավ այն դեպքի օրը կար տեղեկություն զենքով զորամասը լքած ռուս զինվորականի մասին, րոպեներ անց դրան գումարվեց սարսափելին Միասնիկյան 188 տանը սպանվել է Ավետիսյան ընտանիքը։ Քանի դեռ հանցագործը եւ զենքը չէր հայտնաբերվել, Գյումրիում անմիջապես փակվեցին դպրոցները, մանկապարտեզները, քաղաքում եւ հարակից գյուղերում խորհուրդ տվեցին խմբերով չհավաքվել։ Այդ օրը գիշերը զանգ եմ ստացել, զանգը տվել է ոստիկանապետի տեղակալը, որ ասել է, որ մի մետին բռնել են սահմանապանները, մենք գնում ենք այնտեղ, բայց չգիտենք, ինքն է թե չէ, որից հետո մի քիչ 10 րոպե, 15 րոպե զանգ ասել է, այո, ինքն է, տանում ենք սահմանապահ ուղեկալ։ Ինչ կա այսօր դեպքից ուղիղ 1 շաբաթ անց ամեն օր բուժօգնության դիմողների թիվն ավելանում է, տուժածները հիմնականում ոստիկաններն են։ Նրանց թիվը հասել է 23-ի, եւս 10-ը քաղաքացիական անձինք են։ Քաղաքն աստիճանաբար թոթափում է լարվածությունը, ռուսական ռազմաբազայի ղեկավարները սահմանափակել են իրենց զինվորականների շփումները։ Գյումրեցիների վերաբերմունքը բանակի նկատմամբ որպես այդպեսին չի փոխվել, կամ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ չի փոխվել, այդպեսի բան չկա, բայց կա առանցին երևույթներ, որոնք հարկավոր է կանխել։ Մարզպետն այս օրերին կատարված բոլոր գործողություններից ամենաանիմաստը համարում է բողոքի ակցիայի մասնակիցների ռազմաբազա գնալը։ Ավետիսյանների հուղարկավորությունից հետո ինչու եղավ բախում, ինչը չբավարարեց բողոքի ակցիայի մասնակիցներին, ինչու հավաքվածները շարժվեցին, այս անգամ արդեն Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան։ Հավանաբար ինչ-որ չար մարդկանց հարակներ դա կոչ եղավ գնալ հյուպատոսարան։ Ես շատ չեմ խոսի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն կռիվը, որ սարքվեց, այսպես ասեմ, ուրիշ անուն չտամ, ինչ հետևանքներ կարող է ունենալ եւ ինչ հետևանք կարող է ունենալ ցանկացած ժամանակ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը։ Գյումրեցիների կողմից առաջ քաշված բոլոր պահանջների մասին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը տեղեկացված է։ Շիրակի մարզպետն այս մասին վստահեցնում է, անձամբ է տեղյակ պահել, ավելին միանում է ժողովրդի պահանջին։ Պահանջին միանում եմ, այո, որովհետև մենք պահանջում ենք ինչ, պահանջում ենք արտար դատավարությունը, պահանջում ենք, որ մենք դատավարությունն անենք եւ այլ, բոլորին ես միանում եմ, բայց ես ասում եմ ամեն ինչ հարկավոր անել խելամտորեն, սառը դատողությամբ։ Մարզպետն ասում է, շարունակում են համագործակցությունը ռուսական ռազմաբազայի, հյուպատոսարանի ներկայացուցիչների, ինչպես նաև գյումրեցիների հետ։ Վերջիններիս ուղղված պահանջ եղավ սեփական էմոցիաները չփոխանցել мимյանց, չստեղծել լարվածություն, դատել սթափ եւ սպասել հետաքննության արդյունքներին։ Если это государственное, Русաստանի государство, это другое дело. Но если это с вашей стороны, поэтому подождите, пожалуйста. 102-րդ ռազմաբազայից էր զանգը, ասում են դրամահավաք են արել եւ ուզում են գումարը փոխանցել ընտանիքին։ Ասացի ոչ, ես գտնում եմ, որ հիմա դա տեղին չէ։ Զանգը մանրամասնեց Շիրակի մարզպետն ու ավարտեց ասուլիսը։ Արմենու Հիմինասյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։